Ժողովուրդ թերթը գրում է. Այն բոլոր գազալցակայաններում, որոնք պատկանում են գործարար Արման Հակոբյանյանին, աշխատակիցներից վերցնում են աշխատավարձային քարտերը եւ հենց իրենք էլ ամբողջովին տնօրինում են քարտին փոխանցվող գումարների շարժը։ Արմլուրեյեմին այս մասին ահազանգել է այդ գազալցակայաններում նախկին աշխատած եւ տուժած քաղաքացիներից մեկը։ Հիշեցնենք, որ Արման Հակոբյանյանը Արցախում պետական շինմրցույթների հիմնական հաղթողն է եղել, իսկ Հակարի կամրջի փակվելուց հետո նա Հայաստան եկավ եւ գնեց Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր գազալցակայանները։ Հրապարակ թերթը գրում է. Պետական գերատեսչություններում, ինչպես ասվում էր, կանանց տոնի արդիվ պարգևավճարներ են բաժանվել, սակայն մեզ ասացին, որ որոշ գերատեսչություններում նաև տղամարդիկ են օրերս պրեմիա ստացել, եւ այս փաստը համակարգում անեկդոտների առիթ է դարձել, թե նախընտրական տարում կանանց տոնի արդիվ պարգևատրվում են ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ։ Որոշ գերատեսչություններից փորձեցինք ճշտել տեղեկությունը, մեզ վստահեցրին, որ եթե անգամ նման դեպքեր են եղել, ապա ամենամսյա պարգևատրումների ֆոնդից պարգևատրվել են միայն արժանի աշխատակիցները։ Նշենք, որ տարբեր գերատեսչություններում պարգևատրման չափը տարբեր է, օրինակ ԱԺ-ում 70,000 դրամի չափով են պարգևատրվել, իսկ օրինակ մարզպետարաններում աշխատող կանանց 15,000 դրամ են տվել։ Հրապարակ թերթը գրում է. Մարտի 1-ին Իջևանի Աճաշկուտ գյուղից Facebook-ում ուղիղ եթեր մտնելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձավ գյուղերում պետական աջակցությամբ 16 եւ 21 միլիոն դրամ արժեքով կառուցվող տների ծրագրին։ Նա ուղիղ եթերի վերջում հայտարարեց եւ շատ սիմվոլիկ է նաեւ, որ ես լինելով Աճաշկուտ գյուղում ուզում եմ ասել, որ ստեղել է լինելու քվոտա մոտակա դպրոցով պայմանավորված, որտեղ Կիրանցում ենք նոր դպրոց ենք կառուցում եւ ունենալու ենք նաեւ քվոտա Աճաշկուտ գյուղի համար, որպեսզի մեր գրեթե բոլոր գյուղերը հնարավորությամբ հավասարաչափ զարգանան։ Կիրանցում նոր դպրոցը բացվել է 2024 թվականի սեպտեմբերի 2-ին, որին ներկա է եղել նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը պարբերաբար քաղաքացիների այց է կազմակերպում դեպի Կիրանց, սահման դարձած Կիրանցի պատը ներկայացնում են որպես մեծ ձեռքբերում, այցելում են Կիրանցի նորակառույց դպրոց։ Լավ կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նման խմբի մեջ ներառի նաեւ նախարար Արսեն Թորոսյանին, որը հայտարարել է Կիրանցում նոր դպրոց կառուցելու մասին։ Հրապարակ թերթը գրում է նախորդին մոտ երամսյա կալանքից ազատ արձակված Արշակ Սրբազանի նկատմամբ դատարանը սահմանափակումներ է կիրառել Սրբազանին արգելված է դուրս գալ Վաղարշապատ խոշորացված համայնքի տարածքից։ Դուրս գալու դեպքում էլ պետք է նախապես տեղեկացնի եւ համաձայնություն ստանա պրոբացիոն ծառայությունից, որի վարչական հսկողությանն է հանձնված Սրբազանը, նա չի կարող նաեւ շփումներ ունենալ գործով անցնող վկաների հետ, բայց զարմանալիորեն հրապարակային հայտարարություններ անելու արգելք նրա նկատմամբ չի կիրառվել։ Ժողովուրդ թերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթը պաշտոնական հարցմամբ դիմել էր պետական եկամուտների կոմիտե բարձելու նախկինում Հայաստանի Հանրապետությունում ներմուծված պարաֆինի խոշոր խմբաքանակի պատմությունը, որը տարբեր տեղեկությունների համաձայն բռնագրավվել էր ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանի պաշտոնավարման օրոք։ ՊԵԿ-ի պարզաբանմամբ նման տեղեկատվությունը չի կարող տրամադրվել բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են նույն օրենսգրքով կամ միջազգային պայմանագրերով։ Ավելին կարդացեք Panorama.am կայքում։